Սիրելի մեր հայրենակիցներ, Հայոց աշխարհաժողով հաղորդաշարի շրջանակներում ինչ անել հաղորդման հերթական թեման Եվրոմիություն Հայաստան սամիտի նախապայմաններ, նախաշրջաններ, քննության հարցեր, այն ինչ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը, ինչա մեզ սպասվում, բոլոր թեզերով Եվրոպան գալիս է Հայաստան եւ մենք խանդավառված այդ ուրախացած մեր հայկական սովորական ավանդական հյուրասիրությունով դիմավորում ենք եվրոպացիներին եւ այսօր մենք հրավիրել ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր տեսփան Ջունիկ Աղաջանյանին եւ ուզում ենք որ մեզ Տիկին Աղաջանյանը ինչպես իրեն հատուկ է խորաթափանցությամբ մեզ ներկայացնի ինչպես է Եվրոպական միությունը փորձում խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Կարծես թե մենք ունենք արդեն բավարար փորձ համոզվելու եվրոպական երկակի ստանդարտներին, բայց ահա այդ խառնվելը կարծես թե առանձնապես չի անհանգստացնում մեր Հայաստանի բնակչությանը։ Տիկին Աղաջանյան, խնդրում եմ սկսենք մի փոքր ընդհանուր ներկայացնեք ձեր փորձառությունից ելնելով Եվրոպական միության աշխատելաձևերին, գործիքներին եւ հատկապես հնարավորինս լուսաբանելով այս փորձերը դրա դրական եւ բացական հետևանքները ինչ է մեզ սպասվում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնում։ Կարծում եմ ինչ որ առումով շատ ավելի հարմար ժամանակում ենք գտնվում նման խնդիրների առնչվելու եւ դրանց շատ ավելի ճիշտ եւ իրենց իրական էությունը բացահայտող գնահատական տալու առումով ավելի բաց եմ ինչի նկատի ունեմ, եթե մենք խոսենք եվրոպական միության հետ հարաբերությունների, եվրոպական արժեքներ կոչվածի, նրանց վարած քաղաքականության մասին, ասենք 10 տարի առաջ, մեր հանրային գիտակցությունը եւ ընկալումը բոլորովին այլ կլիներ եւ շատ ավելի այսպես վարդագույն ակնոցներով այդ երևույթներին նայելու եւ դիտարկելու տրամադրվածություն կլիներ, քան մենք այսօր ենք տեսնում եւ այդ ուրեմն շատ ավելի քողազրկված իրական պատկերը, որ իրենից ներկայացնում է այսօր Եվրոպա կոչվածը իր եվրոպական արժեքներով, մենք կարողացանք համտեսել վերջին 6-7 տարիների ընթացքում, թե մեր պետության եւ իշխանությունների հանդեպ վերաբերմունքի, թե նաև տարածաշրջանային զարգացումների Վրաստանի նկատի ունեմ եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումների առումով, որի ակնառու դրսևորումը Ուկրաինան է եւ այդ առումով եվրոպական ուրեմն միության եւ նրա անդամ պետությունների վարած քաղաքականությունը։ Մենք հասկանանք, որ Եվրոպան միշտ ներկայացել է մեր ժողովրդի համար գոնե վերջի 200-300 տարիների ընթացքում որպես այսպես առաջադիմական, այդ գնացքի այդ շարժիչը, հիմնական ուրեմն վեկտոր տվողը եւ այդպես իներցիայով այդ տրամադրվածությունը եկել է եւ դա շատ ավելի խթանվել է խորհրդային շրջանում, երբ որ արևմուտք կոչվածը, հատկապես Եվրոպա կոչվածը մեզ ներկայացվում էր որպես այսպես ամենալավը, ամենազարգացածը։ Այլևս Իսրայելը ժամանակները չեն, որ պետք չի հիասթափվել Եվրոպայից, Եվրոպայից հիասթափվելը դեռ մի կողմ, որ ամենալավը այնտեղ է, ամենապաշտպանվածը այնտեղ է, ամենաառաջադեմը այնտեղ է, ամենաբարձրը այնտեղ է եւ հետեւաբար մենք եթե ուզում ենք այսպես քաղաքակիրթ աշխարհի մաս կազմենք, մենք պիտի դառնանք անպայման այդ Եվրոպայի մաս, չգիտես ինչու մեզ Եվրոպայից դուրս դնելով, այո, մեզ այսպես նսեմացնելով մեր հազարամյակների մշակութային ժառանգությունը, մեր գիտական, պատմական այն ձեռքբերումները դրանք մեր հանրությանն ու մեր ժողովրդին չներկայացնելով եւ դրա փոխարեն եվրոպականը ճարտարապետությունից սկսած ամեն ինչը որ գայս է Եվրոպայից դա քննելի չէ եւ դա միայն այսպես ասած ворթեգրել է պետք, ընդօրինակել է պետք եւ դրանով առաջնորդել։ Ես հիշում եմ Տիկին Աղաջանյան 2000-ականների սկզբին
Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ հատկապես մի գրասենյակ էր ստեղծվել Արդարության նախարարությունում, Եվրամիության բոլոր օրենքները հայերեն թարգմանել եւ դնել մեր օրենսդրական կարգավորումների Տեսեք, մենք անցանք որոշակի շրջան եւ դա գալիս էր այդ մղումը, հա, որ եթե մենք արդեն, այսպես ասած, առճակատման դաշտից դուրս ենք եկել, ի նկատի ունեմ սառը պատերազմը ավարտվել է, այլևս այդ ընտրելու խնդիրը չկա, հետևաբար մենք պետք է շատ ավելի իրավականորեն պաշտպանված մարդու իրավունքների եւ պետական կառավարման առումով առավել առաջադեմ, այսպես օրենքների ընդօրինակման այդ process-ով գնանք եւ դա նաեւ Եվրախորհրդի պահանջներ կհիշեք 2001-ին երբ որ մենք անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին այնտեղ բնականաբար չափանիշների մի ամբողջ ստվար զանգված կար որոնք պետք է Հայաստանը ուրեմն ворթեգրեր ասում եմ ворթեգրեր որովհետեւ այդտեղ շատ բաներ կար որ մեզ համար որոշակիորեն խնդիրներ էին առաջացնում, բայց քանի որ մենք այդ վեկտորն էինք ընտրել որպես իրավական պետություն, որպես ժողովրդավարական հասարակություն, որպես այսպես մրցակցային տնտեսական հարաբերություններ ստեղծող ուրեմն պետություն, մենք պիտի այդ ճանապարհով ընթանայինք։ Այն ժամանակ արդեն մենք խնդիրներ ունեինք, բայց շատ դեպքերում այդ ձայնը լռեցվում էր, քանի որ մենք տեսնում ենք, որ նույն կոնվենցիաները, որ մեր առջև դրվում էին, այդ կոնվենցիաների մի ստվար մասը ենթադրենք նույն եվրոպական երկրների մանավանդ հին, այսպես ծանրաքաշ, հա, ներկայացուցիչները իրենք չեն վավերացրել, բայց դրանք պարտադրվում էին նոր անդամներին վավերացման համար։ Մենք այստեղ արդեն ի սկզբանե տեսնում ենք այդ երկակիության դրսևորումներ, բայց քանի որ մենք ինքներս շատ ավելի մեր երկիրը իրավականորեն համակարգերով ավելի առաջադեմ հենքի վրա դնելու մտադրությունն ունեին, դա ուղղակի այդ պահի դրությամբ գործող ամենալավ, որքանով կարողանում ենք այդ պահին դատել, ամենալավ օրենքները ворթեգրելու ճանապարհն էինք ընտրել, որպեսզի կարողանանք մեր հասարակական այդ հարաբերությունների եւ պետության իրավական դաշտի ձևավորումը դնենք ճիշտ հենքի վրա, բայց Նաև չմոռանանք մանկական զախության հիվանդությունը, հա, ձգտել դեպի դեմոկրատական ազատությունների, այդ արժեքներին, այդտեղ էլ այդ։ Գիտեք, այդտեղ ես մի քիչ վերապահումով կմոտենամ, որովհետև մեր ժողովուրդը իր տեսակով, իր ընդհանրապես բնույթով միշտ եղել է ազատասեր։ Մենք մոռանում ենք դրա մասին, որովհետև մեր ժամանակի ընթացքում այսպես փորձում են նույն նժարի վրա դնել այլ նորելուկ, այսպես ասած, ժողովուրդների պետությունների հետ, բայց չմոռանանք, որ նախ հայ ժողովուրդը երբեք ստրկություն չի ունեցել, ստրկատիրություն չի ունեցել, եւ եթե մենք նայենք որպես կանոն, այսպես ազատագրական պայքարների, աշխարհում տարածված պայքարների առաջին շարքերում մշտապես հայերի կգտնենք, որովհետև միշտ եղել է հայ ժողովրդի համար այդ առաջավորը մարդկայինը հավասարությունը միշտ եղել է ամենակարևոր ցուցիչներից մեկը մարդ լինելու ցուցիչներից մեկը պատահական չի որ մեր ժողովուրդը խոսք ունի ասելու երբ որ ես հիշում եմ մեծանում ենք մեզ ասում էին օրինակ սովորիր որ մարդ դառնաս չէին ասում սովորիր որ չգիտեմ այսիշ մասնագետը դառնաս կամ այսիշ պաշտոնը զբաղեցնես ասում էին սովորիր որ մարդ դառնաս որտեղ մարդը իր մեջ բացի մասնագիտական հմտություններից ամենակարևորը մարդկայնության եւ մարդ լինելու այն չափանիշներն է կրում որը կամ դու սերմանվում եւ դրանով աճում մեծանում ես կամ ոչ հիմա մենք տեսնում ենք հակառակ process-ը այսինքն ինչքան լեզու գիտես այդքան մարդ ես ոչ թե իհարկե դա գայս է նաեւ ես միշտ հպարտությամբ որպես դեսպան նշում եի որ մենք երևի աշխարհում միակ ժողովուրդն ենք որ գիրքը դարձրել ենք սրբություն եւ մենք ունենք թարգմանիչների տոն որը գայս է 5-րդ դարից մեր ժողովրդի համար կրթությունը միշտ եղել է այսպես իր երեխաներին մեծացնելու, սնուցելու ամենաառաջին գործիքներից մեկը, որովհետև մենք շատ լավ հասկացել ենք, որ մեր ինքնության պահպանման, հիշողության, այդ փոխանցման ճանապարհին կրթությունը եւ գիտելիքը այն ուղին է, որը բացում է բոլոր ճանապարհները։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք հակառակ process-ները եւ պիտի ցավով նշեմ, որ սա եւս գալիս է այդ եվրոպական
կամ արևմտյան կենտրոնների վարած քաղաքականությունից, որոնք իրենց գերակայությունը ապահովելու համար օգտագործելով այդ դրական միտումները, որ սովորաբար մյուս ժողովուրդներ կամ պետությունները ունեին դեպի եվրոպական քաղաքակրթությունը, իրենք փորձում են իրենց այսպես տիրակալների դիրքից հանդես բերել եւ վերևից նայելով այդ ժողովուրդներին ինչ որ միտեղ իրենց արժեքը նսեմացնելով սեփականը պարտադրել անկախ նայած այդ սեփականը որքանով է մարդկության ու մարդկայնության հետ առնչվում եւ որքանով է բնականի հետ առնչվում։ Այստեղ մենք գալիս ենք հենց գենդերային խնդիրներին, այստեղ գալիս ենք տարբեր քայքայիչ կրոնական աղանդների ներմուծմանը, որոնք հատկապես վերջի տասնամյակներում օգտագործվում են զարգացող աշխարհի եւ հետխորհրդային շրջանում ներպետական այսպես պառակտիչ ճեղքեր ստեղծելու համար, որի հիմքով իրենք կարողանան իրենց վերահսկողությունը պահել այդ խմբերի միջոցով հասարակական կազմակերպություններին այսպես սնուցելով տարբեր ներարկումներ անելով եւ իրենց հատուկ թելադրված օրակարգերով աշխատացնելով եւ պատահական չի մենք վերջի մի քանի տարիներին անդադ թե ժողովրդից թե քաղաքական գործիչներից լրատվամիջոցներից լսում ենք բա ձեր իրավապաշտպաններն ուր են բա ձեր այսինչ բնապահպաններն ուր են որ այն ժամանակ մի ծառի համար կարող էին չգիտեմ մեծ կոտորածներ կազմակերպել ընդհանրապես ֆինանսավորումն է դադարել այո եւ այստեղ նաեւ ինչու եմ ասում որ հիմա դրա մասին խոսելը ավելի հեշտ է որտեւ այդ տեղեկատվությունը ավելի բացահայտ է դարձել թե Սորոսի ծրագրերի միջոցով ֆինանսավորման առումով թե USAID-ի միջոցով ֆինանսավորումը իրականացնելու առումով եւ դա եղել է համընդհանուր այդ քաղաքական գծի դրսևորումը որով այսպես բուծվել են որոշակի ազդեցության տարածող կազմակերպություններ եւ անհատներ, որոնց միջոցով իրենք փորձել են տվյալ պետությունում փոփոխությունների հասնել հանուն նրա, որ այդ պետությունը դառնա իրենց ենթակա։ Ոչ խեղճ այն աստիճան, որ ստիպված են պահել, հա, ամբողջովին, բայց ոչ էլ այնքան առաջավոր, որ կարողանա ինքնուրույնաբար որոշումներ կայացնել։ Այսինքն այդ էլի եմ կրկնում, գաղութատիրոջ մտածելակերպը ցավոք սրտի մենք այսօր շատ ավելի բացահայտ ենք դրա դրսևորումները տեսնում, իսկ նախկինում դա ներկայացվում էր մեզ այսպես գեղեցիկ քողարկված եւ փաթեթավորված թեզերի ներքո։ Դե տեսեք գործիքների մասին որ խոսում էինք, հերթական, եվրոպական, այսպես ասած խառնվելու առումով որպես առավելություն ներկայացնում է ռուսական ազդեցությանը բալանսավորող արևմտյան դիտորդական առաքելությունը, օրինակ։ Չկարողացավ Ռուսաստանը խաղաղությունը պահպանի եւ այլն եւ ուրեմն տարբեր առումներով իր դավաճանական մոտեցմամբ, ջերմուկի դիրքերի առաջխաղացում եւ այլն եւ դա կասեցվեց դիտորդական առաքելությամբ եվրոպական։ Այ ինչ կասեք այդ դիտորդական առավելության որպես գործիք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի խառնվելու դրական թե բացասական հանգամանքով։ Գիտեք, դա կեղծ թեզ է, որը փորձ է արվում մեր հանրության տրամադրությունում եւ ուղեղներում ներարկել։ Մենք հիշենք հերթականությունը, հա, ուրեմն զարգացումների, որ նաև այս իշխանությունների մասնակցությամբ տեղի ունեցան այդ հարձակումները 22 թվականի սեպտեմբերին եւ դրանք պատահական չէին, որովհետեւ այդ ժամանակ, եթե կհիշեք, Ռուսաստան եւ Ուկրաինա ճակատում բավականին բարդ վիճակ է ռուսական կողմի համար եւ այն ծրագիրը, որ արևմուտքը մշակել է Ռուսաստանը բզկտելու առումով եւ նշեմ մեր լսարանի համար, որ այդ ծրագրի էական մասերը Արցախը Ադրբեջանին հանձնելը եւ որպես այսպես խանգարիչ գործոն հավասարությունից դուրս բերելը, որտեղ Ադրբեջանը դա իր համար որպես բոնուս էր պահանջել իր հետագա գործողությունները իրականացնելու համար։ Եվ ըստ իրենց նախնական ծրագրի, փաստացիորեն Արցախը պիտի լիներ առաջի ճակատը, իսկ ուկրաինականը լիներ երկրորդ ճակատը, բայց զարգացումները այլ կերպ գնացին եւ չնայած այն բոլոր հրահրիչ գործողություններին, որ խաղաղապահների ներգրավումը, ռազմական ներգրավումը ապահովելու համար իրականացվում էր Արցախում,
ռուսական կողմը զերծ մնաց թույլ տալու, որպեսզի իր զորամիավորումները ներգրավեն նման գործողություն, լավ հասկանալով երկրորդ ճակատ բացելու ամբողջ վտանգը։ Եվ եթե մենք հետ գնանք այդ ժամանակ, կհիշենք, որ էական ուրեմն խոսույթ կար, թե Մերձդնեստրի հատվածում սրացումների, անգամ Ճապոնիան էր սկսել ինչ-որ հավակնություններ ներկայացնել այդ ժամանակ, եւ ուղղակի մեր լսարանի համար ասեմ, որ այդ ծրագրի համաձայն երկրորդ ճակատը բացելու դեպքում ամբողջ պարագծով Ռուսաստանի, Բալտիկայից մինչև Ճապոնիա, այսպես թեժ կետերի շղթա էր աշխատելու եւ մենք 2 տարի առաջ կարծեմ, Վրաստանը արդեն բացահայտեց, որ հենց այդ ժամանակ նաև իրենց պարտադրում էին իրենց կողմից երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, այսինքն այս ամբողջ ծրագրի մաս էր կազմում սա։ Հիմա ջերմուկի վրա հարձակումը նույն նպատակն է Ռուսաստանին, քանի որ մենք ունենք պաշտպանական համագործակցություն ռուսների հետ եւ իրենց ներքաշել ռազմական գործողությունների մեջ, որով այդ ճակատը կբացվեր փաստացիորեն։ Ռուսները շատ լավ հասկանալով, թե ինչ խնդրի առջև են կանգնած, իրենք ավելի հեղինակային կորուստը գերադասեցին պետության կորստից բնականաբար, ինչը հասկանալի է տվյալ, բայց մեր իշխանությունները այդ արևմուտքի ծրագրի համաձայն եւ իրենց թելադրանքով շատ հմուտ դա օգտագործեցին, առաջինը հապկի հետ խնդիրներ առաջացնելու, երկրորդը հակառուսական տրամադրությունները խորացնելու մեր երկրում եւ երրորդը, որը ամենակարևորն է, ՆԱՏՕ-ի ներկայությունը այստեղ բերելու եւ ձեր նշած քաղաքացիական առաքելությունը դա այսպես նախերգանքն էր ՆԱՏՕ-ի ներկայության, որովհետեւ նրա կազմի մեջ բոլորը նախկին զինվորականներ կամ գոնե իրենց ասելով թոշակի գնացած ուժային կառույցների ներկայացուցիչներն, այսինքն այդ ժամանակ ծրագիրն այնպիսին էր, որ այդ հակառուսականության ֆոնին պիտի պահանջվեն նաև ռուսական բազաների դուրսբերումը եւ արդեն ՆԱՏՕ-ն իր ոտքը ամրապնդի մեր երկրում։ Քաղաքացիական առայժմ այդ զարգացումները չունենք։ Նշենք, որ այդ իրենց ընդունած որոշման մեջ էլ հստակ հղում կա համապատասխան հոդվածի, որով թույլ է տրվում, որ մեկ որոշման փոխվում է քաղաքացիական առաքելությունը ռազմական առաքելության։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ինքը սկսում է իր այսպես ձևափոխումը դեպի ավելի ռազմաքաղաքական կառույցի, քան տնտեսաքաղաքական կառույցի, որը մինչ օրս եղել է եւ սա պատահական չէ։ Հիմա Մակրոնի այցելության շրջանակներում կնքվող մենք ես ճիշտն ասած այս այցը մենք հասկանանք, որ սա հենց նախընտրական աջակցության տրամադրության շրջան եւ ռազմավարական փաստաթուղթ են ուզում։ Այո, նախընտրական շրջանում այս գործող իշխանություններին եւ հատկապես նախագահին նստած անձնավորությանը աջակցության նպատակը ունի, քանի որ այս անձնավորությունը հլու հնազանդ կատարում է այն ծրագիրը, որով ինքը բերվել է եւ որով փաստացիորեն մեր երկիրն ու մեր պետությունը ոչնչացման են տանում, հաշվի առնելով, թե մենք ինչ թշնամական միջավայրում ենք ապրում եւ այն ռազմավարական փաստաթղթերը, որ իրենք ստորագրում են, դա հերթական քայլն է մեր երկիրը արևմտյան հենակետի վերածելու, արևմտյան հենակետի թե Ռուսաստանի դեմ, թե Իրանի դեմ, այս երկուսն էլ տվյալ պարագայում աշխատում են։ Տիկին Աղաջանյան, կներեք դիտորդական առաքելության հետ կապված հիշեցնեմ, մեր հանրությունը կհիշի, որ բավականին վերջերս հատկապես նախքան այս իրանական ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը շատ մեծ քննադատություն կար, որ նրանք հետախուզական գործունեություն են ծավալում հատկապես Իրանի հետ կապված եւ դա պատահական չէ։ Բնականաբար հեռադիտակով ոչ մեկ անվտանգություն չի ապահովում։ Փաստորեն դիտորդական առաքելությունը կարելի ասել առաջի ակնառու միջամտությունն էր Եվրոպական միության կարծես թե Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, հիմա անցել ենք հաջորդ փուլին, դա հիբրիդային հարձակումների դեմ տրամադրված ֆինանսական միջոցներն են, բավականին զգալի նախընտրական ժամանակաշրջանում, փաստորեն հիմա սա հիբրիդային հարձակումների դեմ է, թե ինքը հենց հիբրիդային հարձակում է իր ֆինանսավորմամբ։ Նախ նշեմ, որ սա առաջինը չէ, սա ուղղակի հերթականն էր, որովհետև իրենք տասնամյակներով մեր ներքաղաքական կյանքում իրենց միջամտությունը ունեցել են եւ այն քննադատությունը մեր հանրությունը, որ ունենում է ասելով, որ ինչու ձայն չեք հանում այս խախտումների դեմ, այս բռնությունների դեմ, այս իրավական ոտնահարումների դեմ, հենց գալիս է նրանց, որ եվրոպացիք, եթե լրագրողները լավ էին ասում, մեկի մազին եթե կպներ, իրենք
բոլոր հնարավոր դռները թակում էին եւ այսպես վերջնագրային լեզվով պահանջում իբրև թե իրավունքների պաշտպանություն։ Սա իրենց հերթական քայլն էր, այնպես չի որ առաջինն էր եւ այնպես չի որ վերջինն է։ Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, կներեք հիբրիդային պատերազմի հեղինակներն իրենք են, որ տասնամյակներով դա իրականացրել են։ Եվ սա ընդհանրապես առիթ է դրա ներքո, դրա քողի ներքո այստեղ միջամտելու արդեն տեղեկատվական դաշտը խեղելու եւ ավելի անդիմադիրների ձայնը լռեցնելու եւ պրոիշխանական թեզերը տարածելու համար։ Այսինքն մենք գործ ունենք ներարկվող միջոցների մասին, որոնք արդեն իսկ իրենց իսկ սպասարկող հասարակական կազմակերպությունները նշում են, որ իրենք օգտագործում են այս իշխանության եւ արևմտյան թեզերը տարածելու համար։ Սա ուղղակի միջամտություն է մեր ներքին գործերին, բայց քանի որ իշխանությունների վերարտադրության նպատակին է ուղղված, դրա համար մենք չենք տեսնում որևէ քննադատություն ոչ եվրոպական կառույցներից բնականաբար, քանի որ իրենք են հեղինակը, ոչ էլ իշխանությունից, որին ուղղված է դա։ Քննադատությունը գալիս է թե անդիմադիր ուժերից եւ կառույցներից եւ թե ժողովրդից, որը արդեն սկսել է բացեիբաց հասկանալ, թե ով ինչ դեմքով եւ ինչ դիմակով է մինչ օրս իր հետ առնչվել։ Լավ, եթե նախկինում մարդու իրավունքների, այսպես ասած, ընտրական իրավունքի խախտման դեպքերի համար կարծես թե հենց եվրոպական կառույցներն էին համարվում ամենա, այսպես ասած, պաշտպանողը, հիմա ընտրական իրավունքների խախտման համար որ մարմին պետքա դիմել, ով է լինելու պաշտպանը այդ ընտրական իրավունքների խախտման։ Ռուսաստանը կարծես թե չի, Իրանը առավել եւս չի, եվրոպական կառույցներն նշում, ես ինքս զբաղվել եմ միջազգային կազմակերպությունների վարչության պետ լինելով, ամբողջ այդ ընտրական գործընթացների, դրանց խախտումների, քննարկումների, համապատասխան ուրեմն որոշումների ընդունման գործընթացներին եւ ինքը շատ լավ գիտեմ, թե ինչպես էին նրանք այսպես ամենամեծ խոշորացույցով, ամենափոքր անգամ շեղումը փորձում խախտման տակ ներկայացնել մեր իշխանությունների գլխին դագանակը օգտագործելու համար։ Այսօր մենք դա չենք տեսնում եւ չենք տեսնի, կրկնում եմ, որովհետեւ այս իշխանությունները բերվել են իրենց կողմից եւ սպասարկում են իրենց հեռախաս շահերը, իսկ այդ հեռախաս շահերը որևէ առնչություն չունեն հայ ժողովրդի, Հայաստան պետության շահերի հետ։ Սա մենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն ֆիքսենք եւ դրանով ամեն ինչ արդեն բացատրվում է նաեւ քայլերի հաջորդականության համար։ Մենք այսօր ունենք այսպես չեմ տեսնում կուրության եւ լռության երթմամբ առաջնորդվող եվրոպական համայնք, խոսքս քաղաքական ղեկավարության մասին է եւ այս քաղաքական ղեկավարությունը ամեն ինչ անելու է սատարելու այս իշխանություններին։ Մենք փարիսեցիության մասին ենք խոսում, մի համայնք, որը իրեն հորջորջում էր մարդու իրավունքների իրավականության, այսպես ջատագովը եւ աշխարհում առաջատարը հայտարարում է ցեղասպան պետության ղեկավարին, որի հրահանգներով են Արցախի էթնիկ զտումը եւ հայաթափումը իրականացվել որպես վստահելի գործընկեր։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այստեղ մենք գործ ունենք մի կառույցի հետ, որը իր համար արդեն գոյաբանական խնդիր է դարձրել այդ գերակայության ապահովման հեռախար ծրագիրը, հանուն որի պատրաստ է զոհել բոլորին եւ ամեն ինչ։ Եվ այստեղ բոլորին ու ամեն ինչի տակ մտնում է նաև Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Իրենց համար կարևորը ռեսուրսներին տիրապետելն է, իրենց քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը պահելը, ռազմական ազդեցությունը օգտագործելը եւ դա ուղղելը Ռուսաստանի եւ Իրանի դեմ որպես այն հակընդդեմ ուժերի, որոնք խանգարում են այդ գործողությունների իրականացմանը եւ իրենց հաջորդող 100-ամյակների ընթացքում նաև գերակայության ապահովմանը։ Մենք այսօր խնդիր ունենք մի Եվրոպայի հետ, որը բացարձակապես կապ չունի այն պատկերացումների հետ, որով մենք շփվել, առնչվել եւ ճանաչել ենք այդ Եվրոպան։ Անկամ ձեր ժամանակ։ Անկամ իմ ժամանակ, որտեղ տարիների ընթացքում դուք այդ փոփոխությունը տեսնում եք։ Սա մի սերունդ է, որը փաստացիորեն կայացել է հետ սառը պատերազմյան շրջանում համապատասխան գաղափարական մշակման արդյունքում, մշակում, որի
այսպես հիմնական թելը եղել է, որ մենք ամենաճիշտն ենք եւ մենք ասում ենք դուք պիտի անեք, այստեղ արդեն անգամ առարկելու խնդիր չի դրվում։ Անգամ այդ խոսքը ոչ միայն Կայա Կալասի մասին է, այլև ֆոն դեր Լայենի մասին։ Բոլորը մենք հերթով տեսնենք, որ այս եկող ղեկավարները, այսինքն մենք Եվրոպայի մասին, եվրոպական ղեկավարների մասին դատել ենք Դե Գոլով, դատել ենք, ասենք, վերջինը երևի Գերմանիայի առումով Մերկելն էր, որ քիչ թե շատ իրենից որպես ղեկավար ինչ-որ բան էր ներկայացնում, հա, բայց այսօրվա այդ սերունդը, որ մենք տեսնում ենք, դա բուծված մի կաղապարով այսպես տպված հանված մարդիկ են, որոնք բացի նրանից, որ գաղափարական մտածելակերպային խնդիր ունեն եւ պատահական չի, որ դրանց մեջ շատ են նաեւ նացիստների ժառանգները, սրանք հատուկ ընտրություն անցած են, որ ներքին հոգեբանական այդ խնդիրները օգտագործելով իրենց կարողանում են օգնել։ Բացի դրանից նաև նրանք մեծ կախվածություն ունեն այսօր խոշոր ռազմարդյունաբերական կոմպլեքսների եւ մեծ այսպես գլոբալ ընկերություններից, որոնք թելադրողն են դարձել այդ քաղաքականության եւ իրենց սեփական շահերը սպասարկելու համար, օգտագործում են եվրոպական հնարավորությունները, որոնք ձևավորվել են։ Մենք սա լավ է, որ հիմա ենք տեսնում եւ լավ է, որ դեռ ժամանակ ունենք դրա դեմը առնելու, խոսքս գալիք ընտրությունների մասին է, որտեւ այդ նույն սցենարի ծնունդ է նաեւ այսօր մեր իշխանության ղեկին նստած անձը իրեն սպասարկող թիմով։ Որպեսզի ամփոփենք, ստացվում է, որ Եվրոպան ոչ թե հիմա է գալիս, այլ Եվրոպան եկել է արդեն վերջը, մի 20 տարի արդեն եկել է եւ ինքը ամեն կերպ կառավարել է այստեղ ինչպես ընտրական գործընթացները, այդպես էլ տնտեսական զարգացումները, հարևանների հետ հարաբերությունները եւ այլն։ Այստեղ ճիշտ ասած ինձ մոտ հարցը թե մեր աչքի առաջ շտկեմ վերջի 20 տարին չի կառավարել ուղղորդել է եւ մենք շարժվել ենք նաեւ այդ տրամաբանությամբ մտածելով որ մենք ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ավելի պաշտպանված, ավելի, այո, իրավականորեն ավելի կայուն պետություն միջավայր ենք ստեղծում։ Վերջի 8 տարիներին խոսքս այս իշխանությունների ժամանակ իրենք իրոք կառավարում են։ Վրաստանի փորձը մեր կարծիքով դրական, հա, չի ազդում, որովհետեւ ձև դեպքում ներողություն իմ կարծիքով դրական։ Չենք ասում, որ պետքա ավելի խորը հասկանալ թե ինչ է կատարվում Վրաստանում եւ ինչի Վրաստանը լուրջ եւ որոշակի հաջողությունների հասնելով Եվրոպայի հետ հարաբերություններում հիմա չասենք հետքայլ գոնե արգելակում է հետագա զարգացումները Եվրոպայի հետ էլի։ Գիտեք, դա այն առերևույթ պատկերն էր, որ մեզ ներկայացվում էր եւ որով խրախուսվում էր ոչ միայն Հայաստանի, այլև կհիշեք մենք այսպես արևելյան Եվրոպայի հետ համագործակցության ձևաչափ ունենք, հա, արևելյան եվրոպական երկրների խորհուրդ ունենք, այո, եւ դա այդ այս Ռուսաստանի պարագծով համապատասխան այսպես գոտի ստեղծելու ծրագրի մաս էր կազմում։ Հարևանության էր կոչում, չէ՞։ Այո, արևելյան հարևանության ուրեմն ծրագիրներ եւ դրա մեջ ներգրաված էին 6 երկրներ եւ դա որպես դա դեռ են դիմակը եվրոպացիների երեսներին էր եւ իրենք ներկայանում էին այսպես բարի խորհուրդ տվող հորդորող պապիկի տեսքով, որը ուզում է միայն լավն ու բարին մեր պետությունների համար։ Ամենաակնառու դրսևորումը մենք տեսանք Վրաստանում, Սաակաշվիլու օրոք, որը այսպես առերևույթ ցույց են տալիս թե նա զարգացման հսկայական ինչ-որ բաների է հասնում, բայց հիմա արդեն տեղեկատվությունն է դուրս գալիս, թե ինչպիսի բռնություններով եւ մի քանի 100,000 մարդ ինչպես են բանտերով անցել, ինչպիսի ուրեմն խնդիրներ են առաջացել, չեմ ասում, որ պետությունը կորցրեց հնարավոր մասերից երկուսը, ես կասեի, մեկընդմիշտ եւ իրեն դրեց ընդհանրապես քայքայման վտանգի տակ եւ այսօր էլ գտնվում է թուրքացման վտանգի տակ, որոշ մասեր բավականին թուրքացել են եւ մնացածը թուրքացման վտանգի տակ։ Այդ ամենը հասկանալով էր, որ Վրաստանում որոշակի ուժեր փորձեցին հետ բերել եւ պահել երկիրը, որի արդյունքում մենք տեսնում ենք այսօրվա ուրեմն Վրաստանի քաղաքականությունը։ Կներեք, այդ ժամանակ ես հիշում եմ
ես դեսպան էի ուրեմն Նիդերլանդներում եւ իրենք եվրոպական հրահանգներ ունեին, որ փորձեն ամեն ինչով օժանդակել Վրաստանի եւ հատկապես Ուկրաինայի տնտեսությանը, նրանց արտահանումներին, բայց իրենց այսպես քվոտաների եւ շահերի համակարգը այնպիսին էր, որ այսպես ամբողջովին դռները բացել եւ էստի համեցեք ասել իրենք չէին կարող եւ այսպես բացի դրանից դա օգտագործում էին որպես այս կաթոցիկով ներարկվող սնունդ, որ չմահանաս, բայց շարունակես այդ նույն ճանապարհով գնալ եւ քաղաքական թելադրանքը պահելով Վրաստանի իշխանությունների վրա։ Դրա պորտկումը մենք տեսանք, նշեցի 22 թվականին, երբ որ իրենցից պահանջել էին, որպեսզի ռազմական գործողություններ սկսեն եւ իրենք երկրորդ ճակատ բացեն Ռուսաստանի դեմ եւ այդ ընկալումը իրենց մեջ կար, որ Վրաստանը հնազանդ կամակատարի պես կատարելու է իրենց ցանկությունները եւ իրենք անգամ չէին մտածել, որ կարող է Վրաստանը հանկարծ ոչ ասել։ Այսինքն այդ դրվածքը իրենց մեջ արդեն կար այս տասնամյակների վարած քաղաքականության արդյունքում, հատկապես այն պարագայում, որ Ուկրաինայում իրենք հաջողության էին հասել, այսպես ամբողջովին ձևախեղելով այդ հատկապես երիտասարդության մտածելակերպը եւ այստեղ նաեւ կրթական ծրագրերի մասն է գալիս, որը մենք այսօր տեսնում ենք ինչպես են մեր երեխաների գաղափարային եւ ինքնության ձևավորման, խեղման գործընթացը առաջ տանում։ Որպես եվրոպական, այսպես ասած, զարգացումների հետագա զարգացումների կանխատեսման հնարավոր սցենարներ հնարավոր է, մենք խոսենք նաև Մոլդովայի մասին եւ ուրեմն զարգացումները եվրոպականացման հասել են այն աստիճանի, որ խոսում են արդեն Ռումինիայի հետ միավորման, հանուն, այսպես ասած, եվրոպական միություն օր առաջ մտնելու, այսպես ասած, հնարավորության ձեռքբերում, էլի, անգամ ինքնիշխանություն ասած է այսօրվա թեզերից մեկը, եթե դու սեփական երկրի ղեկավար ես դնում մեկ այլ երկրի քաղաքացի, հետևանքը այդպիսին լինում, մանավանդ մի անձնավորության, որը նրանց թելադրանքով է աշխատում։ Մոլդովան վաղուց է այդ նույն ուրեմն գծի մեջ եւ մենք տեսանք վերջի խայտառակ ընտրությունները եւ նույն Եվրոպական միության ակտիվ միջամտությունը, որպեսզի իրենց ուզած տեխնացուն վերընտրվի, թե նախագահի տեսքով, թե խորհրդարանի մասով, մի Եվրոպայի, որը այլ պարագայում, ինչպես նշեցի, այսպես մեծ խոշորացույցով ամեն մի շեղում փորձում էր գրանցել, այնտեղ խայտառակ ուրեմն խեղումներ եւ օրենսդրական խախտումներ են տեղի ունեցել։ Վրաստանի պարագայում մենք խոսեցինք դրականը մենք կարող ենք նշել այն, որ Վրաստանը ի վերջո հասկացավ եվրոպացիների իրական նպատակներն ու իրական դեմքը եւ այսօր նա փորձում է իր ինքնությունը վերականգնել եւ սեփական երկիրը պահելու համար իրոք բազմավեկտոր եւ իր երկրի շահերը պաշտպանող քաղաքականություն վարել։ Ես մեծ հույս ունեմ, որ մեր պետության պարագայում եւս մենք հունիսի 7-ից հետո ընտրությունների արդյունքում կկարողանանք ցտեսություն ասել այս դրածո իշխանություններին եւ դրանովից կտրել այն գորդիան հանգույցը, որը կախաղանի պարանի պես փաթաթվում է մեր ժողովրդի վզին։ Առաջն Աստված։ Աստված մեզ պահապան։ Շնորհակալություն Տիկին Աղաջանյան։ Ես եմ շնորհակալ։ Մենք ձեր խոնարհ ծառան։ Շնորհակալություն։